Մինչև շուկայի ազատականացումն ինչ էր, բոլորը առանց բացառության ունեին հնարավորություն գնելու էլեկտրաէներգիա մի տեղից, դա Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերություններ։ Հիմա ցանկացած սպառող կարող է գնալ եւ պայմանավորվել ցանկացած արտադրողի հետ եւ այդ արտադրողից ստանալ էլեկտրաէներգիա։ Այս հայտարարությունից 2 տարի անց Նիկոլ Փաշինյանը որոշել է Հայաստանի էլեկտրոցանցը պետականացնել է պետք։ Համապատասխան նախագիծն ազգային ժողովում է, իսկ Facebook-ում վարչապետը գրել է. գործընթացը տեղի կունենա արագ։ Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր փակbaşնետիրական ընկերությունը պետք է ազգայնացվի։ Դա տեղի կունենա արագ եւ իմ հանրարարականն է հեցի բոլոր աշխատակիցներին բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Պետական մասնակցության ապահովում է էլեկտրաէներգետիկ ուրեմն ենթակառուցվածքներում էլեկտրաէներգետիկ ընկերություններում մի կողմից կամ էլ առնվազն ուրեմն պետության մասնաբաժնի արտադրությունը խոշոր ենթակառուցվածքային ընկերություններում ուղիղ հատկացում է ազատականացման քաղաքականությանը։ Հեծը պետականացնելու գործընթացը վաղուց էր մեկնարկել, ասում է Դավթյանը։ Դեռ 2018 թվականից էին խոսում այդ մասին, բայց ամեն բան ավելի լրջացավ, երբ հեծի սեփականատեր գործարար Սամվել Կարապետյանը հայ առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարություն արեց։ Կարապետյանի հայտարարությունը հիմք դարձավ, որ Փաշինյանը քաղաքական հաշվեհարդար տեսնի։ Մենք տեսնում ենք, թե ինչպես էլեկտրաէներգետիկ հավաքակը տվյալ դեպքում իր հետուկս ազատականացման մոդելի կիրառվում է առանձին քաղաքական խնդիրների լուծման համար։ Քաղաքական գործընթացներից զատ հեծը պետականացնելու գործընթացում կա ավելի կարևոր հանգամանք։ Մասնագետներն անհանգստացած են, ասում են, հեծից թող ֆինանսական եկամուտ չակնկալեն, որովհետև այն արագ մաշվող համակարգ է եւ ակնկալվում են ներդրումներ։ Եթե մենք կարծես դա գերի եկամուտները բերում են, եկամուտները գնում են մասշտաբով պետականություն, պետք է հաստատենք եկամուտներ չի բերում։ Եվ դրա փոխարեն ինքը կարիք ունի անընդհատ ներդրումների։ Ժամանակին այդ համակարգը տրվել է Տաշիր գրուպին, զուտ են պատճառը, որ իրեն առանձնապես դրանց եկամուտ պետք չի, բայց ինքը կարող է իր հաշվին, իսկն Տաշիր գրուպը հանդիպես Սամվել Կարապետյանը կարող է իր հաշվին անընդհատ ներդրումներ անել էլեկտրացանցերի աշխատանքի համար։ Ով կանի ներդրումներ, եթե հեծը պետականացվի, պետությունը, իսկ ում հաշվին։ Հոսանքի սակագնի թանկացում կամ հարկերի ավելացում են կանխատեսում զրուցակիցներս, ասում են կառույցն ունի բազմաթիվ խնդիրներ, ինչպես յուրաքանչյուր այլ խոշոր ենթակառուցվածքային ընկերություն։ Խնդիրները, որոնց լուծման համար նախ եւ առաջ անհրաժեշտ են ներդրումներ, տարբեր գնահատականներ կան էլեկտրական ցանցերի խորքային եւ լայնամասշտաբ մոդեռնիզացման մասով, թե որքան ներդրումներ են անհրաժեշտ, տարբեր գնահատականների համաձայն դրանք պատանվում են ընդհանուր միջև ուրեմն $1 միլիարդ հասնող թվերի մասին է խոսքը գնում։ Մինչև այն պետականացնելը կառավարությունը մեկ հարցի պատասխան պիտի տա, պնդում են մասնագետները։ Ինչպես է ձեռք բերելու այդ գումարը պետությունը։ Պատասխանը միանշանակ է՝ նոր արտաքին պարտք Հայաստանի Հանրապետության համար։ Սամվել Կարապետյանից վերցնելով հետ իրանք առանձնապես իրեն վատություն չեն անում, եւ պետությանն են վատություն անում, որտեղ այլևս ներդրող չի լինի, դիպացներ պետական բյուջեից պիտի ներդրումներ անի, դա նշանակում մեր հարկերը թուրքերը կարող են ավելի բարձրանալ սրանց անմիտ մեղմացած ու հակապետական քաղաքականության արդյունքում։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը եւս մտահոգված է այս հայտարարությամբ, ասում է, չի կարելի վտանգի տակ դնել Հայաստանի տնտեսությունը անձնական ու քաղաքական սկզբունքների համար։ Ուշքի եկեք։ Առանց հասկանալու մի քանդեք տնտեսությունը։ Դրա փլատակների տակ առաջին հերթին շարքային քաղաքացիներն են մնալու։ Մի փորձեք չհիմնավորված գործողությունները արդարացնել պոպուլիզմով։ Եթե էլեկտրաէներգիայի սակագինը կարող էիք իջեցնել, ապա դա անելու համար 7 տարի ունեիք։ Ձեր իշխանության օրոք էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել է միջինում 4.7 Հայաստանի Հանրապետության դրամով, եւ այդ թանկացումը հիմնականում կապված չի եղել հեծի հետ, այլ կառավարության ստանձնած պարտավորությունները մարելու համար է եղել։ Սամվել Կարապետյանն էլ է անդրադարձել ստեղծված վիճակին, չի պատրաստվում հետ կանգնել իր արած հայտարարություններից։ Ես մեր եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին եմ, ինչքան էլ փորձեն սևացնեն ոչ մի էլեկտրական ցանց, թքած ունեմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ ալնելու։ Սեդամակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։